Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Հայկական սպորտում շատ չեն հայր եւ որդի չեմպիոնները։ Աշխարհահռչակ մարզիկները միշտ չէ, որ իրենց որդիներին կամ զավակներին ուղղորդում են դեպի իրենց անցած ճանապարհը։ Հետաքրքիր է, բայց աշխարհահռչակ բռնցքամարտիկ Իսրայել Հակոբյանը նույնպես սկզբում իր որդուն բռնցքամարտի չի տարել։ Բայց պարզվում է, որ Հարություն Հակոբյանը շատ սիրեց բռնցքամարտն ու Այո, նա գնում է հոր հետքերով։ Մեր չեմպիոնը մինչև 23 տարեկանների Եվրոպայի նորընծած չեմպիոն Հարություն Հակոբյանն է։ Հարություն, նախ շնորհավորում ենք Եվրոպայի չեմպիոն դառնալու կապակցությամբ։ Շատ կարևոր մրցաշար էր ընդորում հայրենիքում եւ դու դարձար Եվրոպայի չեմպիոն։ Մերսի շատ Արամ ջան։ Հարություն, դու բռնցքամարտով զբաղվել ես շատ ուշ տարիքից, եթե չեմ սխալվում 15 տարեկանից։ Ինչու, ոնց, ինչպես։ Հայրիկը հենց սկզբից ինձ տալել է գիմնաստիկայի, բայց էլի տալել է, որ բոքսի համար է տալել, ինչ որ արել է, որ ավելի էլաստիկ լինեմ, չգիտեմ, այնտեղ ավելի ֆիզիկականի համար է լավ գիմնաստիկան, հետո տալել է ֆուտբոլի։ Էդ էլ այնք արել բոքսի համար, բայց ֆուտբոլին շատ դուր եկավ, ու արդեն ես չէի ուզում այդ հայ ոնց որ բոքսի բան չէի ուզում անել, ու խորացել էի ֆուտբոլի մեջ արդեն, շատ էի սիրում, համ էլ լավ խաղում էի, թիմում էին շատ սիրում։ Մի քանի տես թմերում եմ խաղացել, հաջողություններ ենք հասել, եղել ենք Հայաստանի չեմպիոն, դաժե միջազգային մրցումներ են գնացել, դա ենք հաղթել։ Ու այդ ձեւի խորացել էի ոնց որ ֆուտբոլի մեջ։ Հա, բոքսը լավ սպորտային բան, բայց չեմ մտածում գայի բոքսի։ Որ թիմերում ես խաղացել։ Ես խաղացել եմ Փյունիկում սկզբից, հետո խաղացել եմ ակադեմիայում ու վերջում էլ Միկայում եմ խաղացել։ Հիմա ոնց որ անունը փոխվել է, չգիտեմ։ Ու ոնց որ մի օր պապա զանգում է, ասենց սովորական օր ու ես այդ վաղ ֆուտբոլի խաղերի մեջ եմ։ Զանգում է, ասում է բոքսի մրցում կա։ Կա կպնես։ Ասում դե ես ու չեմ պարապե ես այդ վաղ։ Ոնց որ մի քանի օր տենց եղել է, գնացել եմ մրցում եմ նա իր աշակերտների դե որ ինքը մարզիչ է։ Այտենց այն պատկերացում կազմված եղել է բոքսի մասին, տես մի երկու օր է եկել եմ պարապունքի տեղը, տես տեսել եմ ոնց եմ պարապում։ Դե ասի ճիշտն ասած դե խաղերի մեջ, բան, սենց, ասես դե լավ որոշի ասա։ Հետո դրանից հետո ընկերս է զանգում, ասում բայց պետք է մրցում կպնես, ասում դե ասած ուզում ես կպնես, ես էլ պատասխան չեմ տալիս, ասում բայց ինքը արդեն քեզ գրել է որ դու պետք է կպնես, բայց քանունը գրած ան դե։ Դե ասի հիմա լավ որ գրել է որ ասեմ չկպնեմ, կասիերի վախենում, ասում այդքան փորձեմ։ Ու այնց է ստացվում, ես այդ ոնց որ ուրբաթ օրը խաղ եմ լինում ֆուտբոլի, շաբաթ կիրակի գալիս եմ բոքսի զալ, տենց մի երկու բան ինձ ասում է պարապում եմ, երկու շաբթի օրվա մրցումն է սկսում է։ Ու հաղթում ես։ Հա, դա Երևանի առաջին մրցումն է սկսել եմ Երևանի առողջություն, այդ վաղ 14 տարեկան է, 2017 թվականին։ 4 բոյ եմ կպնում, 4-ն էլ հաղթում եմ։ Բայց որ ես այս ֆուտբոլից գնում եմ բոքսի, լրիվ ոնց ասեմ, դա երկուսն սպորտ են, բայց այդ համատելու չի։ Ոչ լարվածությունը, ոչ հոգեպես պատրաստությունը, բոքսը ոնց որ շատ դժվար է ֆուտբոլի համեմատ։ Ու տենց գնում եմ այդ մրցումը կրում եմ, բայց դրանից հետո էլ այդ իմ խաղեր են ֆուտբոլ, բան, տենց։ Ու դրանից հետո մեկ է Հայաստանի առողջությունն է, բայց դա ասում ես ոնց որ ավելի դժվար է լինելու։ Դե ձեր մի 15 օր շուտ եմ գալիս ոնց որ ֆուտբոլից տենց արձակուրդ եմ վեկալում։ Ասում եմ լավ, ես Հայաստանն է կպնեմ։ Տենց կպնում էտել եմ կրում։ Ու հետո Եվրոպան է գալիս։ Այդ Եվրոպան կպնում եմ։ Հետի դե այդ վաղ պատայիներն ամենափոքր տարիքում պարտվում եմ, ռեսետ է կպնում, տես պարտվում եմ, ու դրանից հետո արդեն էլ չեմ ուզում արդեն, ասեմ լավ է, թամի ֆուտբոլին, էլ ինչ բոքս, բան, տես գնում եմ, ու մեկ է, որ եկել եմ բոքս եմ կպ, եղել է հաջորդ տարի, ես լրի ֆուտբոլի մեջ եմ եղել, ինքը ինձ ասում էր, նենց է արիք համար բոքսը ավելի լավ է բան, բայց ես ֆուտբոլը ավելի է սիրում։ Բայց հետո ոնց որ խաղերի մեջ հասկանում, որ դե բոքսում ոնց որ դու ես քո դեմինը։ Իսկ ֆուտբոլում
11 հոգի են, հիմա դու ես նվիրված կարաս շատ խաղաս, ամեն ինչ անես, բայց դե ընկերդ այդ ձև չտրամադրվի, ու տես թիմը պարտվում է, էլի։ Իսկ հեշտ էր ֆուտբոլից անցում կատարել դեպի բռնցքամարտ, հեշտ էր ֆուտբոլը թողնելը։ Շատ հեշտ էր թողնելը, որտեվ ես ոնց որ այդ ֆուտբոլ թողում գնում եմ ավելի դժվար բանով, ֆուտբոլը ոնց որ ասում եմ ֆուտբոլ, եկեք ֆուտբոլ խաղանք, բայց ոչ մեկ չի ասում բոքս խաղանք։ Դենց բան չկա, որտեվ ասես բոքս խաղան, բոքսում պաժում եմ, մետան ես կխփեն, կմոռանաս ոնց ես տուն եթալու։ Այդպես ոնց որ սա էր ձորը, էլի։ Ես այլ դժվար բանի գնացի, բայց հեշտ թողեցի, որտեվ ես ոնց որ ամբողջ, եթե մի բանի գնում եմ, ամբողջ սրտով նվիրվում եմ, որ պետք է ամեն ինչ անեմ։ Դրա համար այնց հեշտ ասվեց Իսկ ֆուտբոլը ինչով օգնեց քեզ բռնցքամարտում։ Դե որ ես տենց ասում եմ, որ բոքսի համեմատ ասենք ինքը հեշտ է, բայց այն էլ է շատ դժվար, որտեվ ասենք այդքան վազելը բան, իսկ շնչառական այդ ոնց որ այդ պրոցեսն այնտեղ դժվար ու ոտերի աշխատանքի համար ինձ շատ է օգնել։ Չեմ թաքցնի, հայրդ բավականին բարդ մարդ է։ Հեշտ է նրա հետ աշխատելը։ Ճիշտն ասած դժվար է, նախ գիտեք, որտեվ ոնց որ բացի մեր մոտ մարզիչ ու աշակերտը, մեր մոտ հայր ու տղան, մի քիչ ավելի դժվար է այդ աշխատելը, բայց դե այդ է, բայց իրապես մասնագետ, որ ես ասեմ, ասենք ինքը ոնց է վերաբերվում, ինքը ոնց է հասկանում, այդ է, որ ամենաբարձր մակարդակի է, որտեվ ինքը ինչ ճամփա անցել է, ինքը տենում է ու հասկանում է սպորտսմենին ու ամեն ձևի մտնում է իրադրության մեջ։ Հայրդ նաև շատ էմոցիոնալ է, ինչ որտեղ դա կարող է խանգարել ռինգի մոտ անկյունում։ Երբևէ եղել է որ ասես հետս անկյուն մի արի։ Ճիշտ ասած, տես բան եղել է մտածեմ, բայց դե բոքսը նես բան է, որ ամեն ինչից է դու կարաս լարվես, տես լարվածություն ձեռք բերես, պետք է ամեն ինչ հաղթահարես, այդ պատճառով ոնց որ ձեն չեմ անել, ու հետո ինքը տենց ոնց որ ասենք թե ինքը տես լարվածությունը բան, ինքը բացի հետ ինքը որ տենց էմոցիոնալ ձևի է մոտենում, ինքը շատ ճիշտ կարող է իրան պահ խորհուրդները տա հենց անկյունից։ Հարութ, շատ կարևոր է, որ մարզիկը զգա իր ապագան, պատկերացնի, թե իրեն ինչ է սպասում։ Դու պատկերացնում ես քո ապագան բռնցքամարտում, սպասում ես, որ մի օր կգա ու դու կբարձրանաս ամենավերին հարթակին։ Դե հենց սկզբից ես ոչ ճիշտ ֆուտբոլում էի պատկերացնում, բայց հետո հենց փոխեցի բոքսի, արդեն հա պատկերացնում ու դեռ ինչքան լիքը բան ունեմ անելու ու միշտ պատկերացնում որ ամենաբարձր տեղում եմ լինելու Աստված առաջ 2024-ին արդեն դու կարող ես դառնալ Եվրոպայի չեմպիոն, ընդ որում Բուլղարիայում կայացած եզրափակիչում դու նույնիսկ խորը նոկդաունի ենթարկեցիր մրցակցիդ։ Ինչ պատճառով չստացվեց։ Ինչ դասեր էիր խաղել այդ մենամարտից։ Նախ որ ես խփեցի ինքը ընկավ, դրանից հետո պետք է ուրեմն ավելի շատ անել, որ արդեն կանգնացնեմ, որ ես հաղթեի։ Այդ է էլի որ ավելի շատ հարվածներ անեմ։ Դե դա արդեն անցած բա դրանից մենակ դասեր խաղելն է մնում։ Ինչու՞մ ուժեղացար այդ 1 տարվա ընթացքում, հատկապես որ հատկանիշները դու ուժեղացրեցիր։ Ավելի շատ հարվածներ, շատ ոտերի վրա աշխատել ու խելքով։ Միշտ խելքով, որ ուղը պետք չի անջատել вообще ռինգում, որ մի վարքյան անջատեցիր, լավ չի լինի։ Մեծ հարված կտան ու всё։ Վերջին օրերին Հարութ Եվրոպայում բռնցքամարտի տոներ մեր երկիրն ընդունել էր եւ երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը։ Այ որքանով էր կարևոր դա քեզ համար, որ կարևոր մրցաշարը մեր երկրում է սիրելի երկրպագուների աջակցության ներքո։ Որ ճիշտն ասեմ, դրանից ես ավելի շատ եմ լարվում, որ մեր երկրում է ու ինչքան հարազատ կա գալիս է, որտեվ իրանք էլ են լարված լինում, դե ես մտնում եմ, իսկ ես որ դրսում եմ լինում, այդ լարվածությունը չեմ զգում, որտեվ իրանք իմ կողքին չեն, ու այդ սաղ տենում ես դու, ավես լարվում, բայց դե կապ չունի էլի, որտեղ ես կպնում Երևանում, թե ասենք ուրիշ քաղաքում, պետք է նույն ձև տրամադրվես, ամեն ինչ հաղթարես ու մտնես ռինգ։ Առաջին մենամարտում շատ վստահ էր Եվրոպայի առաջնությամբ։ Ինչպես էիր տրամադրվել դեպի ռինգ։ Հենց այն ձև, որ ասում եմ շատ հարվածներ ու ուղեղով, որպեսզի միշտ ուշադիր լինեմ, կենտրոնացած լինեմ, որ իր հարվածներին չհասնի, որ ինքը օդում տենց խփելուց հոգնի։ Ես էլ ինչ որ ճիշտ տակտիկա մշակեցի ու կրեցի։ Հետաքրքիր մի բան տեսա այս առաջնությունում, ընդ որում տեսա միայն քո մոտ, ուրիշ մարզիկների մոտ չտեսա։ Ռինգ մտնելուց ողջագուրվում էիր մարզիչների հետ ու նոր էիր մտնում ռինգ։ Ինչով էր պայմանավորված դա։ Այդպես թե մի տեսակ շատ էմոցիոնալ բան է, որտեվ
ասենք իմ հետ դե մարզիչները եկած, թե իմ հայրիկը ոնց որ իմ մասին մտածում են, ուզում են որ ես հաղթեմ, ես այդպես որպես, չգիտեմ, հարգանքի ժեստով փաթաթում եմ իրենց, նոր եմ մտնում միշտ։ Ու ուզում եմ շնորհակալություն հայտնեմ իմ հարազատներին, ով որ իմ կողքին է եղել, նաև խորին շնորհակալություն եմ ուզում հայտնեմ պարոն Գագիկ Ծառուկյանին, որ ինքը հետևում էր իմ մենամարտներին ու իր խորհուրդներով ինձ քաջալերում էր ու շատ ողջավորություն էր տալիս։ Հետո էլ պարոն Ծառուկյանը ինձ հրավիրեց հատիս, բարձրացանք այնտեղ որտեղ պետք է հառնի Հիսուս Քրիստոսի արձանը ու դա շատ մեծ ողջավորություն տվեց։ Հարութ, եթե անկեղծ Եվրոպայի առաջնությունից առաջ ես մեկ վայրկյան անգամ չէի կասկածում, որ դու չեմպիոն ես դառնալու, իսկ դու։ Ես չէի կասկածում։ Անցնենք եզրափակիչին։ Մրցակիցդ ռուս բռնցքամարտիկ էր, ընդ որում մենամարտն էլ ռևանշ մենամարտ էր։ Նախ ինձ հետաքրքիր է նախորդ մենամարտում, երբ պարտվել էիր նրան, ինչու էիր պարտվել ու ինչպես հաղթեցիր այս մենամարտում։ Նախորդ մենամարտում մենք հենց իրանց երկրում էինք, Չեչնիայում, այդտեղ ինքը հենց սկզբից ինձ մի երկու հատ լավ հարվածներ հասցրեց։ Հարվածներից հետո ես զարթնեցի, երկրորդ ռաունդին հետ եկա ու այնպես ստացեց, որ ինձ հավասար բոյ դառավ։ Դե իրենց երկրում է հավասար բոյը հաստատ չեն տա, դες մի քիչ է այս ավել, տվեցին իրան։ Իսկ այս անգամ որ արդեն մտնում է ռինգ, հենց այդ սկզբից էլ ուշադիր է, որ ինքը տենց որտեվ տենում եկել, ինքը ավելի շատ sense քշող բոքսորա գալիս ուզում խփի, դրա վրա ուշադիր է, ոտերի վրա ավելի շատ է աշխատում ու տեսակ էլի չկարողացավ խփի, տենց ու հեշտ գնաց։ Երբ հնչեց անունդ որպես Եվրոպայի չեմպիոն, զգացողություններդ։ Ես այդ բանը ոնց որ իմ անցած ճանապարհը հիշեցի, որ անցած տարի երկրորդ տեղ եմ գել ու ոնց որ մի տեսակ է հուզվեցի, որ ճիշտն ասեմ ու հիմա Փառք Աստծո չեմպիոն դառա։ Ոնց որ հիշողությունների գրկում պայտակ էլի։ Մինչև 23 տարեկաների բռնցքամարտը համարվում է նաև մեծահասակների բռնցքամարտ, նախ առանց սաղավարտի է եւ հետո նաև արդեն այդ բռնցքամարտիկները շատ դեպքերում ուժերն են փորձում նաև աշխարհի առաջնություններում։ Ու սարերի հետևում չէ նաև օլիմպիական խաղերը։ Քեզ պատկերացնում ես օլիմպիական խաղերում։ Ճիշտն ասած, հենց որ ես հաղթեցի, այդ եմ մտածում, ասում օլիմպիադային ասենք 2-3 տարի մնացել տենց, ասում ինչքան լավ կլինի ես այդ մասնակցեմ ու ոնց որ միշտ իմ մտքի մեջ այդ պահում եմ, որտեվ դա ամենակարևորագույն մրցումն է։ Դե ինչ հարություն, քեզ եւս մեկ անգամ շնորհավորում ենք, տա Աստված, որ մինչև 23 տարեկաների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալը կրկնվի ավելի մեծ հարթակներում, մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, աշխարհի առաջնություններում ու քեզ տեսնենք նաև Լոս Անջելես 2020։ Մերսի շատ։ Հարություն Հակոբյանին փորձեցինք բացահայտել։ Իմացանք, թե ինչպես է անցել դեպի բռնցքամարտ, որ մարզաձևերն է սիրել։ Նրա առավելությունների ուժեղ ու թույլ կողմերի մասին խոսենք նրա անձնական մարզչի ու նաև հայրիկի հետ, լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբյանի հետ։ Պարոն Հակոբյան, ավելի քան վստահ եմ, ոչ ոք ավելի շատ չէր ցավա Հարությունի համար, քան դուք, ոչ ոք ավելի շատ չի մտածել, ոչ ոք վստահ եմ ռինգից դուրս նաև տանն եք փորձել ինչ-որ խորհուրդներ տալ, պատրաստել։ Խնդրեմ այդ ամենի մասին ինչպիսի ճանապարհ անցաք մինչև այս չեմպիոնությունը։ Գիտեք ինչ, չեմ կարող ասեմ, որ ավելի շատ ես եմ ցավացել, ինձ թվում է իսկական հայերը սաղել ցանկացել են, որ իմ տղան լինի, այդ ես կուզենայի նշել, որ թե մեր ֆեդերացիան բռնցքամարտի ինքն ավելի շատ չարչարվել, մտահոգ եղել, ոնց կազմակերպեն, ինչ անեն, որ նորմալ պատրաստվեն, հավաքականի գլխավոր մարզիչը, իա օգնականը, բժիշկը, նրանք ավելի շատ են արել, քան թե ես, որ մեզ ահագին օգնել է, թե հոգեբանորեն, թե սենց այդ դուխով բառը չեմ սիրում, հոգով ամրանանքման օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն եմ ուզում շեշտեմ, որ հենց առաջի օրվանից ասեց մենակ դուք լավ մասնակցեք, ինչ պետքա ձեր կողքը կայնացեմ, ինչ հնարավոր է ու անհնար կանեմ, մենակ որ դուք լավ պատրաստվեք։ Երբ որ նրան տարակ դեպի բռնցքամարտ, ընդ որում ֆուտբոլից, մտածում եք, որ նա չեմպիոն է դառնալու։ Այդ իմ ցանկությունն էր, բայց ես որովհետև ֆուտբոլում տեսել եմ, որ 11 հոգով մի հատ գնդակի հետևից ու այնտեղ մեկը սենց, մեկը նենց, ես իմ բացատրեցի, որ ավելի լավ է դու մենակ
քո դիմացինի հետ գործ ունենաս, քանց թե սաղ թիմով մի հատ գնդակի հետևից վազեք ու ոչ մի բան էլ չհասնեք։ Դրա համար բերեցի Հիմա բռնցքամար։ ֆուտբոլիստները մեր հաղորդումը չեն սիրում։ Թող այդ իրանց դժվարությունն է։ Թող Զիդանի նման խաղացողներ լինեն, այն վաղտ ես անպայման հետ կտանեմ ֆուտբոլի նորից, որովհետև գիտեք, ես ֆուտբոլն էլ շատ սիրում եմ ու ֆուտբոլն էլ խելքի տեղ է, ոչ թե գիժ-գիժ վազելու տեղ։ Դուք աշխարհի չեմպիոն եք եղել։ Հարութին էլ տանում եք դեպի աշխարհի չեմպիոնության ճանապարհին։ Ինչ է պետք աշխարհի չեմպիոն դառնալու համար։ Պետք է հոգով ուժեղ լինել ու մնացածը եսի ինձ թվում է թե ֆեդերացիան, թե օլիմպիական կոմիտեի նախագահան կանեն։ Եվ վերջին հարցս։ Ինչպիսի զգացումներ էր, երբ որդին Եվրոպայի առաջնության պատվոհարթակի ամենավերին աստիճանն էր։ Մի քիչ հանգստացա, որովհետև եթե բերել եմ բռնցքամարտի, իմ նպատակն է, որ յան հասցնեմ այն հաջողություններին, որոնց որ ես չեմ հասել։ Այսինքն դեռ առաքելությունը չի ավարտվել։ Չէ, նոր ենք սկսում։ Ու ցանկությունս է, որ ունենանք օլիմպիական չեմպիոն։ Ինչ, տա Աստված, որ դա էլ կատարվի ու տա Աստված, որ վաղ թե ուշ մենք ասենք հայր եւ որդի աշխարհի չեմպիոնները։ Անչափ շնորհակալ եմ մաղթանքների համար, պետք է չարչարվենք դրա համար։ Եթերում չեմպիոնի հետն էր, սպասեք մեզ։